Ռուսական հեղափոխությունը 1914 թվականն էր, սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը և Ռուսաստանը պատերազմում էր Գերմանիայի դեմ։ Ռուսական բանակի հիմնական մասը կազմված էր բանվորներից և գյուղացիներից, սակայն նրանք բավարար չափով զինված կամ պատրաստված չէին առաջիկա մարտերի համար։ Այժմ 1917 թվականն է, միլիոնավոր ռուսներ արդեն սպանվել կամ վիրավորվել էին։ Ռուս ժողովուրդը զայրացած էր ցար Նիկոլայ II վրա, քանի որ նա Ռուսաստանի ներքաշել էր պատերազմի մեջ։ Բացի այդ, դժգոհության այլ պատճառներ էլ կային՝ ցարի կողմից բանակի անձնական հրամանատարությունը ստանձնելը, Գրիգորի Ռասպուտինի ազդեցությունը թագավորական ընտանիքի վրա, սննդի պակասը և աճող քաղաքական ընդդիմությունը։ Առաջին հեղափոխությունը տեղի ունեցավ 1917 թվականի փետրվարին հուլյան օրացույցով Պետրագրադում, ռուսական կայսրության մայրաքաղաքում։ Ցուցարարները բողոքում էին հացի պակասից, որն առաջացել էր պարենային սահմանափակումների պատճառով։ Շուտով նրանց միացան գործադուլ անող աշխատավորները։ Բանակին հրամայվեց ճնշել ապստամբությանը։ Զինվորները կրակեցին ցուցարարների վրա և մի քանիսը զոհվեցին, սակայն շատ զինվորներ հրաժարվեցին կրակ բացել։ Պետրագրադի սովետը բանվորների և զինվորների քաղաքային խորհուրդն էր։ Ավելի շատ աշխատավորներ և զինվորներ իրենց ներկայացուցիչներին ընտրում էին այդ մարմնում իրենց պահանջները ներկայացնելու համար։ Վերջապես Նիկոլայ II հրաժարվեց գահից, ինչով ավարտվեց ցարական միապետական ինքնակալությունը և իշխանության եկավ նոր կառավարություն։ Այդ կառավարությունը կազմված է երկու քաղաքական ուժերից՝ Պետրոգրադի սովետից և ժամանակավոր կառավարությունից։ Բոլշևիկյան հեղափոխությունը ժամանակավոր կառավարությունը նույնպես մեծ ժողովրդավարություն չէր վայելում։ Այն որոշեց շարունակել պատերազմը և չկարողացավ գյուղացիներին հող հատկացնել։ Վլադիմիր Լենինը և բոլշևիկները մարքսիստական Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության մի թևն էին, որը հետագայում դարձավ Սովետական Միության կոմունիստական կուսակցությունը։ Լենինը ուներ մի պարզ կարգախոս, որը գրավում էր ինչպես ժողովրդին, այնպես էլ Պետրոգրադի սովետին՝ խաղաղություն, հաց և հող։ Խաղաղություն՝ Ռուսաստանի մասնակցության ավարտը առաջին համաշխարհային պատերազմին, հաց՝ սննդի պակասի լուծումը, հող՝ փոխանցումը գյուղացիներին։ Նա նաև հայտարարում էր ամբողջ իշխանությունը սովետներին։ Սա նշանակում էր, որ նա ցանկանում էր իշխանությունը վերցնել սովետների անունից։ 1917 թվականի նոյեմբերի 6-7-ին կամ հոկտեմբերի 24-ից 25-ին հուլյան օրացույցով բոլշևիկները Լենինի գլխավորությամբ պետական հեղաշրջում իրականացրին ժամանակավոր կառավարության դեմ։ Նրանք գրավեցին Ձմռան պալատը և ձերբակալեցին ժամանակավոր կառավարության անդամներին, իրենց ձեռքը վերցնելով Ռուսաստանի կառավարումը։ Հեղափոխությունից հետո բոլշևիկյան կառավարությունը դուրս եկավ պատերազմից Գերմանիայի հետ ստորագրելով Treaty of Brest-Litovsk խաղաղության պայմանագիրը։ 1918 թվականին սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Նոր բոլշևիկյան կառավարության հակառակորդները կազմեցին Սպիտակ բանակը, իսկ բոլշևիկները՝ Կարմիր բանակը։ Այս երկու ուժերի միջև պատերազմը շարունակվեց մի քանի տարի և վերջապես ավարտվեց բոլշևիկների հաղթանակով, ինչը ճանապարհ հարթեց Սովետական Միության ստեղծման համար։